Ես զբաղվում եմ կավագործությամբ երևի 5-ից 6 տարի արդեն։ Իրականում չեմ հասցրել Արցախում ինչ-որ գործունեություն սկսել, որովհետև տեղափոխվել էի Երևան ուսանողության համար, Գեղարվեստի ակադեմիայում սովորելու համար, եւ բոլոր ապագայի պլաններս կապված էին Ստեփանակերտում իրագործելու համար, բայց այդպես էլ չհասցրեցի։ Ու մեր տանն էլ միշտ արծարծվում էր մշակույթի թեման։ Ես փոքր ժամանակվանից գնում էի տարբեր դասերի, հումքագործության, կարպետագործության, դրանով միշտ զբաղվում էի։ Հետո դրա համար էլ հեշտ եղավ ինձ համար մասնագիտություն ընտրել, միանգամից գիտեի ինչով եմ զբաղվելու։ Իմ ուսանողական տարիներին, քանի որ ես սովորել եմ Երևանում, ես միշտ պլանավորում էի արվեստանոց բացել Ստեփանակերտում, իմ ծննդավայրում, եւ պլանավորում էի գործունեությունս այնտեղ ծավալել, բայց քանի որ շրջափակում սկսեց եւ չկարողացա վերադառնալ տուն, մտածում էի, թե ոնց տեղափոխել աշխատանքս այստեղ։ Ես նաև զբաղվում եմ վիզուալ արվեստով։ Սրանք 3 հատ են ու ստեղծվել են ժամացույցի, 5 սովետական ժամացույցի մասնիկներով։ Կարծում եմ, որ կենդանիներ, փոքր կենդանիներ կամ էլ խաղալիքներ սարքելով, ստեղծելով, ես փորձում եմ խուսափել այս դժվար ժամանակներից, ծանր խնդիրներից, էսկեյպիզմի երևի ինչ-որ տեսակ է ինձ համար, որը տանում է դեպի մանկություն, դեպի խաղաղություն եւ անհոգություն։ Ես եւս բացել եմ Hi Connect-ի էջ, դուք էլ կարող եք միանալ եւ հետեւել իմ էջին։